Ժողովուրդ ջան, բարի լույս, ոնց եք, մեր մոտ եղանակները ցուրտ է, չի ուզում տաքանա, կարծես թե ամառ է սկսվել, բայց ոչ մի ձևի չի ջերմացնում։ Ուրեմն այսօր ինձ համար իրենց այգուց դարձյալ հարևանուհիս բերել է դանդուր, թարմ, մանր քաղած դանդուրա, տեսեք։ Սրանից ես պատրաստելու եմ սալատ, բայց մարդիկ կան, որ պատրաստում են և թթու, և սալատ, և տապակում են, և տարբեր բաների մեջ օգտագործում են։ Հիմա ես սա պետք է լավ լվանամ և դնեմ մի փոքր խաշվի, շատ պետք չէ, որովհետև ինքը շատ նուրբ է և շատ մանր է։ Կա սրա այլ տարբերակը, որ հաց զոխեր է ունենում, սա դեռ այդ չափին չի հասել։ Կանենք լվանալու։ Հիմա մի լավ լվանանք և դնենք եփելու։ Ժողովուրդ ջան, լվացի, մի փոքր ջուր եմ լցրել, սառը, իրան էլ այդպես լցրել եմ մեջը, որ հենց մի քիչ տաքանա ուզենա եփի, ինքը շատ մանր է, որպեսզի շատ չեռա, չփխլվի, հենց կսկսի եռալ, ես դա կանջատեմ։ Ժողովուրդ ջան, այս դանդուրի մասին մի փոքր պատմություն եմ ուզում պատմեմ անձնական։ Դեռ մանուկ հասակից մենք դանդուրը ճանաչել ենք մեր տանը, մեր մայրիկը սովորացրել է մեզ, ճանաչել ենք, պատրաստել է, օգտվել ենք։ Եվ հիմա որ լինում է, մարդիկ կան, որ ասենք չեն ճանաչում դանդուրն ինչ է, չեն օգտագործել։ Հիմնականում դա լինում էր Արարատյան դաշտավայրում, իմ մայրիկս այնտեղից էր, և երբ գնում էինք մեր տատիկի տուն, միշտ խաղում էին, պատրաստում, այնտեղ օգտվում էինք։ Հետո մայրիկս այդ դանդուրից բերեց մեզ մոտ լորի, մեր տուն, դրա սերմերը մեր այգում տարածեց ու արդեն միշտ ունենում էինք վարդերի տակ, կանաչիների մեջ, հարևանները, բարեկամները գալիս էին, միշտ մայրիկիս ասում էին, «Էս ինչ քոլ աստեղ աճել, ինչի չես հանում թափում», մամաս էլ ասում էր, «Դա շատ համով քոլ է, դրանից ինչ ասեք պատրաստում եք, մարինատ եք անում, թթու եք դնում, աղցան եք անում, տապակում եք, շատ համեղ է լինում»։ Ճիշտն ասած, պապաս էլ էր միշտ ասում, «Տոմա պետք հանի թափի»։ Հետո մի օր մայրիկս սարքեց, ասեց, որ պատրաստեմ, կեր, եթե դուրդ կգա, ավելի կշատացնենք, չէ, ուղղակի մի փոքր տեղ կթողնենք, մենք երեխաների հետ սիրում ենք, կօգտվենք։ Մայրիկս մի օր այդպես էլ արեց, մաքրեց, պատրաստեց, պապաս ընդհանրապես սիրում էր թթու տեսակը, ամեն ինչի, քոլերի, տարբեր քոլերի թթու տեսակը, մայրիկս թթու դրեց այդպես, հայրիկս կերավ ու շատ հավանեց, շատ, մայրիկիս ասեց շատ համով կանաչի է։ Ու ժողովուրդ ջան, դրանից հետո մայրիկս շատ հաճախակի էր պատրաստում, խաղում էր, պատրաստում էր, պապաս էլ սիրում էր, որ երբ պատրաստ էր լինում, արդեն եռացրած պատրաստ էր լինում, ինքը աղ էր անում ու այդպես ուտում էր, ավելի շատ էր այդպես ուտում, քան թե ասենք, որ աղցան էինք անում կամ ինչ-որ թթու էինք դնում։ Ու հետո սրա տարածելը գիտեք ինչպես էր լինում, մայրիկս երբ դանդուրը խաղում էր, լվանում էր, ասենք, նրա սերմերը մանր սև կետիկների պես էին, ջրի տակը նստում էր ու ինքը այդ ջուրը ուրիշ տեղ չէր լցնում, տանում էր լցնում վարդերի տակ, կանաչիների մեջ, եթե այդ տարի
դեռ տաք էր լինում, մի ընթացք դուրս էր գալիս, իսկ եթե ցուրտ ժամանակ էր ընկնում, մնում էր հաջորդ տարին ու հաջորդ տարին ավելի շատ թարմ, ավելի շատ գեղեցիկ դուրս էր գալիս խալու նման, ու մենք օգտվում էինք դրանից։ Այնպես որ ասենք բույսեր կան, որ մեզ մոտ չկա, տաք տեղերը կա, որ այնտեղ ասենք ավելի լավ են աճում, քան մեզ մոտ, բայց դա բերեցինք մենք տաք տեղից փաստորեն ու շատ լավ առատորեն աճում էր։ Հիմա այսպես մի թեթև այսպես ծածկենք ջրով նորից, թող հասնի եփելու եւ կանջատեմ կթողնեմ։ Օրինակ ասենք այդ Արարատյան դաշտավայրում թելուկ ընդհանրապես չեն օգտագործում, չեն քաղում, զիմելը, մենք թելուկ ենք ասում, զիմել ենք ասում, իրանք լրիվ ուրիշ անուններ են տալիս ու իրանք չեն հավանում այդ կանաչիների տեսակը, այդ քոլերի տեսակը, բայց մենք այստեղ քաղում ենք, օգտագործում ենք, օրինակ մենք բալբա, փիփերթին, մենք բալբա ենք ասում, իրանք ասում են փիփերթ, մենք ասում ենք բանջար, իրենք ասում են եղինջ, այսպես տարբեր անուններ են տալիս, բայց մեզ մոտ դա ավելի լավ ենք օգտագործում, քան թե իրենք։ Ես նկատել եմ, որ իրանց մոտ ավելի շատ օգտագործում էին ուրեմն այդ ճանճածաղիկ, որ մենք ասում ենք դեղին ծաղիկ, որ մեղր ենք պատրաստում, դա հենց կանաչ տերևները դուրս է գալիս, մի քիչ արմատի տակից կտրում են եւ ասում են բանջար է, շատ համով բանջար է ու տապակում են։ Մեզ մոտ մենք դա չենք օգտագործում, իրենք սալատների մեջ են օգտագործում, տապակում են, մենք մեղր ենք ընդամենը պատրաստում եւ վերջ։ Այսքանն էլ իմ պատմությունը ժողովուրդ ջան, որը մանկուց հիշողություն էր ինձ համար ու ուզեցի ձեզ հետ կիսվեմ եւ գործս անեմ եւ ձեզ հետ կիսվեմ։ Հիմա եւ պատրաստ կլինի ցույց կտամ ինչ եմ անում եւ հետո կտեսնեք արդեն։ Ժողովուրդ ջան, լցրել եմ եւ թողել եմ, որ քամվի։ Ժողովուրդ ջան, սա մեր դանդուրը արդեն քամվել է։ Հիմա այստեղ ավելացնում եմ մի փոքր համեմ, կանաչ սխտոր, մի փոքրիկ գլխիկ, ավելացնելու եմ աղ, մի քիչ, շատ չենք անում, ավելացնելու եմ մի թեթև ճաշիկ թալքացաղ, այսքան, եւ ավելացնելու եմ մեկ ճաշիկ թալ բուսայուղ։ Եվ այսպես խառնելու ենք, մինչև լավ խառնվի։ Այս ամենը լցրեցինք, խառնեցինք, հիմա համը տեսնենք եւ համը եւ աղի ալանին տեսնենք ոնց է, սիրելիներս։ Որքան ընտիր համ ունի եւ բուսայուղն է չափով եւ սխտորը, աղը, կանաչին, բոլոր համեմունքները չափավոր են։ Ժողովուրդ ջան, պատրաստեք դուք էլ եւ օգտագործեք, շատ առողջարար է։ Եղեք առողջ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։